Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ։ Այսօր մեր հյուրն մեր Դեյան ձեռնարկրող կուսակցության նախագահ, Հայքի քաղաքական խորհրդի համակարգող Գևորգ Հովսեփյանը։ Բարև ձեզ Տեր Հովսեփյան։ Այսօր մեր զրույցի թեման է աղանդները, աղանդավորությունը, ինչ է հավատը, ինչ է հավատքը։ Սկսենք աղանդավորությունից։ Տեր Հովսեփյան, ինչ է աղանդավորություն ասվածը եւ ինչու է կաթոլիկ եկեղեցին մյուս քրիստոնեական, ուղղափառ, բողոքական, մեր հայաստանյաց առաքելական եկեղեցին համարում աղանդ։ Չնայած հիմա ասում են, որ ինչ-որ բան փոխվել է իրենց մոտ, բայց ամեն դեպքում իրենք դրան աղանդ են համարում։ Սակայն չէ՞ որ նրանց բոլորի գիրքը նույն գիրքն է, նույն սուրբ գիրքն է, Բիբլիան է։ Խնդրեմ պատասխանեք այս հարցին։ Նախ հայոց լեզվի բացատրական բառարանում գրված է աղանդ։ Ինչ է նշանակում բացատրում է, որ մի հակառակորդ եկեղեցու պատկերացումը իր հակառակորդ եկեղեցուն, մեկ, երկրորդ տվյալ եկեղեցու ներսում անհամաձայնություններ, որոնք հետո հետագայում խոսանք, որոնք բացատրությունները տարբեր են, եւ նաեւ գիտության մեջ, որ կան ուղղություններ, որոնք ժամանակին չեն հաստատվել իշխող գաղափարներ ունեցող ասած գիտնականների կողմից, դե չեն ընդունել այդ գիտնականներին։ Եվ այդպես առաջացրին այդ շարժումներ կասենք, տեսություններ կասենք։ Հիմա իշք այստեղ զարմանալու, եթե առաջին հայացքից չէ, զարմանալու կարծես թե ոչինչ չկա։ Որովհետև եթե չլիներ այդ անհամաձայնությունները, այդ բաները, առաջ մղող, եթե նայում եք առաջադեմ, ապա ցանկացած թե կրոններում, թե գիտության մեջ առաջընթաց չէր լինի, դրանք կվերածվեին քարացած վարդապետությունների։ Հիմա շատ այսպես պատկերավոր ասեմ, էլի, ինչ կլիներ, եթե ենթադրենք ժամանակին չլինեին Գալիլեյը, Ջորդանը, Բրունոն, որոնք ժամանակին ասում են, բավական չի, որ երկրագնդը կլնում, մի բանը պտտվում է։ Հետո նրանց այրեցին կրակի վրա, մասնամից, բայց հետո իրանք սրբացվեցին, կանվեցին ինչ կան։ Ինչ կլներ, եթե ժամանակին, ասենք չլիներ գիտության մեջ, ասենք Ժոզեֆ Լագրանժը, Էվերիստ Գալուան, որոնք հիմք դրեցին թվերի տեսությանը եւ վերջում դա եկա հանգեց մաթեմատիկական կիբեռնետիկայի հիմքերին։ Նրանք այդ հիմքը դրել են 2-300 տարի առաջ, բայց դրանք ժամանակի գիտնականների կողմից չեն ընդունում։ Ինչ կլիներ այս Կոմիտասը չլիներ, ինչ կլիներ Դանիել Վարուժանը, չմարանանք Սիամանթոն, ինչ կլիներ եթե չլիներ Գարեգին Նժդեհը, Հայկ Ասատրյանը, որոնք ժամանակին իրենց այդ իշխող կառույցների կողմից միշտ հալածվել են եւ դատապարտվել։ Այսինքն այլ խորությունը մի բան էլ լավ է, բայց ինչու են մեզ անհանգստացնում կոնկրետ հիմա այս աղանդները։ Դեր հարցը շատ հետաքրքիր, ինչու կաթոլիկ եկեղեցին չի ընդունել եւ չի ընդունում, չնայած հիմա փոխվել է իր վերաբերմունքը եւ ուղղափառ եկեղեցուն եւ բողոքական եկեղեցուն, այդ թվում մերը առաքելական եկեղեցու հանդեպ, ինչու է, բայց դարերով հալածվել են։ Ինչն է խնդիրը։ Խնդիրը շատ պարզ է։ Դա ասում է իշխելու եւ կառավարելու հասարակությունները կառավարելու եւ ինչքան հնարավոր մեծ ծավալների։ Կներեք մի հատ հաստատ։ Էլի նորից նույն բանը ասեմ։ Սուրբ գիրքը Բիբլիան էր։ Բոլորը առաջնորդվում էին դրանով։ Այսինքն ինչն էր, իրենք ուղղակի իշխելու համար էին այդ անհամաձայնությունները։ Այ դուք հենց հարցը տվեցիք։ Միևնույն գիրքն է, չէ՞ բոլորի համար, միևնույն գիրքն է, բայց սկսում են ասել, որպեսզի տարբերվեն իրենց, մեկը խաչակնքվել աչից ձախ, մեկը ձախից աչ, մեկը, չգիտեմ, Հիսուսի մեկ միաբնակության կամ երկբնակության մասին է խոսում, այդպես կրոնական վեճեր են առաջանում։ Եվ դրանով իսկ խնդիրը դա չի, Հիսուսի բնությունը չի, ոչ էլ աչից ձախ կամ ձախից աչ խաչակնքվելու, թե 2 մատով խաչակնքվեց, թե 3, դա չի բանը։ Այսինքն դրանցով իրենք ուզում են զատվել եւ ասել, այսպես է, եւ դուք սրան պետք է հավատաք։ Սրան, որպեսզի հենց այդ կրոնական վեճերի արդյունքում իրենք ստեղծեն այնպիսի դաշտ, որով իրենք կարողանան իշխել տվյալ
հասարակությունները։ Այսօր ինչ են կռիվ տալիս, ասենք թե հյուսիս, թե արևմուտք, թե այսօրվա գաղափարախոսությունները դրանք են։ Ինչու արևելք կարա, արևմուտք, ինչու հա։ Այսինքն եթե դու ընտրում ես մեկ ուղղություն, մեկ բևեռ, այսպես ասած, այսինքն դու նշանակում է արդեն դու ծառայում ես այդ բևեռին։ Նույնն էլ այն ժամանակ է եղել։ Նույն բանը։ Ես կներեք, այսինքն նաև դա է պատճառը, որ հունական եկեղեցին, հռոմեական կաթոլիկ եկեղեցին դարերով դնում է հայաստանյան եկեղեցու բրդի դավանափոխության հարցը, դա է։ Այո, դա է նպատակ, այսինքն որպեսզի իրենց գաղափարները այդ գաղափարներով այսինքն իբր դրել տարբերություն եւ իշխել դրանով, այսինքն նա քո կողմնորոշումը որոշել, դու պետք է կողմնորոշվես այս դեպի արևմուտք, դեպի արևելք, չգիտեմ որտեղ։ Իդեպ մեր տեսադաշտից միշտ հեռու է մնում հետևյալ փաստը։ Ինչու Քաղքեդոնում հայերը չներկայացան։ Քաղքեդոնում, որը եղավ 451 թվականին։ Ինչու հայերը չներկա չեղան։ Սասանյան կայսրության ժամանակ ապստամբություններ են սկսվում։ Ապստամբություններ այն պատճառով, որ մոգերը այնտեղ հասկերտն էր այդ ժամանակ, պարսկական շահը, որ բանանում, որ վերադառնան կրակապաշտության։ Ու մեկ էլ հենց այդ փաստի, այդ հրամանի վրա մի հատ ապստամբություն է սկսում ամբողջ Պարսկաստանով, մեկ ամբողջ Պարսկաստանի տարածքով։ Այդ ժամանակ Հայաստանը Պարսկաստանի մարզ էր։ Եվ մարզպետը Վասակ Սյունեցին էր։ Եվ Վասակ Սյունեցին ինքը այդ ժամանակ ինքն էր ղեկավարում ապստամբությունը։ Պատանդ տալով իր զույգ զավակներին, պատանդ տալով կարողանում է հասցնել շահին, որ իրանք դեմ են, որպեսզի այդ կրոնական համահարթեցում լինի, որովհետև մենք քրիստոնյաներ ենք, այսպես ասած։ Վերջը Պարսիկ շահը համաձայնում է, որպեսզի այո, եղեք քրիստոնյա, բայց պետք է ընտրեք մեկ ուղղություն, մեկ։ Դա ասորական ուղղություն, ասորական աղանդ այդպես կոչված։ Դա էր ասորական աղանդը, որը այսօր մենք դավանում ենք այդ ուղղությանը։ Այսօր Հայաստանյան եկեղեցին այդ աղանդի շարունակողն է, թող չխաբեն մեզ։ Ու շատ հարցերում լավ է, շատ հարցերում բանում, նույնիսկ այսօր Հայաստանյան եկեղեցին, որ կաթոլիկ ուղղափառ եւ մյուս եկեղեցիներում, օրինակ աշխարհի վերջի այդ խնդիրը որ դնում են աշխարհի վերջի ապոկալիպսիս, այսպես ասած, Հայաստանյան եկեղեցին չի ընդունում, չկա ապոկալիպսիս։ Իպապի հարաստ Հայաստանյան եկեղեցու որպես բան, նա չի ընդունում դա եւ ոչ մի անգամ դրա նկատմամբ ինքը վերաբերմունք չունի։ Եվ դա արտահայտում են նաեւ եկեղեցու բարձրացության հայրերը, խոսում են դրա մասին։ Ի վերջո, հարցը նորից վերադառնանք դրանց, այն միջավայրից։ Ինչու են նրանք միշտ պայքարել հայկական ուղղվածության հետ։ Զուգահեռ ասեմ, ինչու պարսիկները ընդունեցին շիա, չէ՞, եւ ամբողջ աշխարհի տեբաները, արաբները եւ մնացածները սունի ուղղությունն է։ Նրանք որպեսզի զատվեն, որպեսզի ինչ-որ առանձնանան նույնիսկ այդ կրոնի մեջ, իրանք շիա ուղղություն ընտրեցին եւ ասին ոչ, պետքա բան լինի, այդ մոլլան, գերագույն մոլլան պետքա լինի Մուհամեդի հետ բան, ժառանգորդ։ Ի տարբերություն սունիների, որոնք ասում են չէ կապ չունի, ով որ արժանավոր է, նա պիտի լինի։ Իրանք դրանով իսկ փորձեցին զատվել եւ պահպանել իրենց ինքնությունը։ Հայերն էլ դա արեցին։ Իսկ դա շատ լավ հասկանում էին, եւ Հռոմում, եւ Բյուզանդիոնում հասկանում են իրեն եւ պնդում էին եւ միշտ պայքարել են, անզիջում պայքարը գնացել, հենց հայկական եկեղեցու դեմ եւ ընդհանրապես հայության դեմ։ Հիմա ինչ է պատճառը, որ կաթոլիկ եկեղեցին բոլորին համարում է աղանդ։ Եվ ուղղափառ եկեղեցուն է համարել, եւ բողոքական եկեղեցուն, նաեւ հայկական առաքելական եկեղեցուն, չնայած փոխվել է վերաբերմունքը այսպես, բայց իրանք այսպես թե այնպես իրանք աղանդ են համարում, այսինքն իրանք հետ կապ չունեցող, իբր կապ չունեցող։ Բոլորի ձեռքում միևնույն Բիբլիան է, պարզապես ինչպես ասեցի, խաչակնքման հետ կապված, Հիսուսի բնության հետ կապված, հա։ Եվ այլն, ինչ որ այդպես կրոնական վեճ է, որով իրենք փորձում են, ասում են, չէ, այսպիսին պիտի լինի, եւ եթե դու ընդունում ես դա, դու արդեն այդ դաշտում ես գտնում։ Դրա համար դարերով հալածվել է, հենց հայկական Հայաստանյան եկեղեցին։ Ջան Հովսեփյան, այսինքն ինչ է, այդ կաթոլիկ եկեղեցին իրեն համարում է քրիստոնեության վերնախավ,
թե իշխելու այդ բանն է Եվ դեռ առաջնայնությունը իրենք կաթոլիկ ինստիտուտը տիեզերական, իրանք տիեզերական։ Ուղղափառ նշանակում է ճիշտ։ Միջայլոց իսլամն էլ, իսլամ իրանք լեզվով կոչվում է ուղղափառ։ Ուղղափառ կրոն, այսպես ասած։ Իսլամը այլ բան չի։ Իրանք համարում են ուղղափառ, ճիշտ իրանք են։ Իրանք տենց են համարում, որ ճիշտ է իրանք։ Ճիշտ իրանք են։ Եվ այդպես, եւ այդ եկեղեցիների բանը այն ժամանակվա այդ կողմնորոշումները եղել է հենց կրոնական բաներով, ուղղություններով։ Եվ դրա համար Լեոն շատ լավ իր աշխատությունների մեջ ինքը նշում է կղերական դիվանագիտություն։ Այսինքն դիվանագիտությունը եղել կղերի միջոցով, այդ կրոնների միջոցով։ Հիմա հարցը շատ լավ է, բոլորի մոտ նույն գիրքն են, նույն գաղափարներն են, նույն պատմություններն են, իսկ արդեն աղանդավորների մեջ, նաև դրանից բացի իրենց նույն գրքերն են, իրենց առաջնորդարաններում տպված, որոնք իրենց ձևով են մեկնում այս Բիբլիան, իրենց ձևով մեկը չի ընդունում Սուրբ Երրորդությունը, մեկը չի ընդունում Հիսուսի խաչելիությունը, մեկը չի ընդունում նրա կամ երկբնակությունը, կամ միաբնակությունը, վերջը, այդպես։ Մեծ հաշվով իրենք դրանով իրենք փորձում են առանձնանալ իշխող գաղափարներից։ Բայց ինչ են ուզում առանձնանալ։ Սա արդեն ոսկե կանոնն է, բաժանիր, որ տիրես, ոսկե կանոնն է։ Դրանով ինք ամեն մի աղանդ, կրոն կասեն ինչպես, դրանք բոլորը ձևավորում են իշխանություն, շահագործման դաշտ, որով իրենք աշխատում են տվյալ հետևորդների վրա։ Ես չեմ ուզում անդրադառնալ, օրինակ Հնդկաստանում օրը մեկ կրոն է առաջանում, եւ դրանցից մեկի ներկա եղել իմ մտերիմներից մեկը, ըստ ցանկացած մարդ որ գնա Հնդկաստան մի քանի տարի ապրի, իրանք մի քանի կրոնի ստեղծմանը ականատես կլինի, դե ինչպես է ստեղծում կրոնը, անպայման երազատեսներ են, հայտնվում տեխնոլոգիան հետ է, անպայման երազատեսներ, անպայման երթեր են տեղի ունենում, անպայման ինչ-որ բաներ են գտնում, անպայման սրբապատկերներ են ստեղծում, իբր թե մասունքներ են գտնում, իբր թե դրանցից գոնե մի քանիսին Հայաստանում ճանաչում անձամբ, Հայաստանում։ Այսինքն դա քաղաքական ուղղություն, ոնց որ ասենք, հա։ Այն ժամանակ այդ կղերական դիվանագիտությունը եղել է ներկայիս կուսակցությունները։ Եվ իրանք կուսակցություններ են։ Իրականում ինչ-որ նպատակ հետապնդելով, իրանք ստեղծում են նոր կրոն, նոր աղանդ, նոր առաջնորդ։ Եվ բոլոր այս աղանդները, որպես կանոն, ձևավորվել են, ստեղծվել են Ամերիկայում, Միացյալ Նահանգներում, 19-րդ եւ 20-րդ դարերում, որոնք թող ոչ մեկ պետք է ասում իրերը իրենց անունը կոչեն։ Դրանք հետախուզական ծառայություններ են, կամ այդ հետախուզական ծառայությունների գործակալներ են։ Եվ Հայաստանում այս բոլոր աղանդները, ես հաշվել եմ 37-40 աղանդ, այդքան կա։ Այդքան է ես գիտեմ, եւ դա ամփոփել եմ իմ գրքի մեջ, ինչքան որ ինձ հայտնի է եղել եւ ինչքան որ իրենց գաղափարաբանությանը ես ծանոթացել եմ։ Հայտնի են դրանց ստեղծողները, հայտնի իրենց գաղափարական տարբերությունների ընդհանրությունները, եւ հայտնի է նաեւ իրենց գործունեությունը հայոց մեջ, մեր մեջ։ Ոմանք մտնել են, օրինակ, ասենք, կյանքի խոսք այսպես կոչված աղանդը, որոնք հեղափոխություններ անելուց բացի ոչ միայն կյանքի խոսք են, նաեւ եհովականներ եւ մյուս ավետարանչականների տարբեր ճյուղեր, հա, որոնք մեր առաջին իսկ օրվանից Հայաստանի Հանրապետության սնկի պես աճեցին, սնկի պես։ Ներխուժեցին, ես հիշում եմ ամեն քայլափոխին Եհովայի վկաները իրենց գրքերն էին։ Մենակ դա, եւ ամեն մեկ իրեն դաշտում։ Եհովայի վկաները աշխատում են ստորին դաշտում։ Մտնում են տները, փողոցում են կանգնացնում։ Փողոցում կանգնացնում, աստծո բաներ եւ ամեն անգամ միշտ խոսում են ապոկալիպսիսից, աշխարհի վերջից, մյուսից Եվ հենց չի լինում աշխարհի վերջը, նոր թվականին իրանք որոշում, նոր այ հիմա էսի կլինի, այդ ժամանակ էլ չի լինում, էլ են որոշում։ Բայց ինչու են մարդիկ դրանց հավատում, չէ՞ որ մեր եկեղեցին ապոկալիպսիսը չի ընդունում։
Եվ իր պատարակների բանի ժամանակ մեր եկեղեցին ապոկալիպսիսը չի հիշատակում։ Այո, բայց հիմա ինչ են առաջանում այդ աղանդները, ինչ են առաջանում։ Նա դա արհեստականորեն ստեղծում են։ Դրանք օրինակ մորմոնները մտել են մեր արխիվները, դիաֆիլմերի միջոցով տարել են ընդհանուր մինչև մեր ծագումնաբանական ծագումի հետ կապված տոհմական տոհմերի հետ կապված ինֆորմացիա հարց առաջանում ինչի։ Դա օգտագործում են միշտ մորմոններ ասեմ, 7-րդ օրվա ադվենտիստներ ասեմ, Եհովականներ ասեմ, իմ հիշողությունը կյանքի խոսք ասեմ, իմ հիշողությունը չի ների դրանք անունները նախ ես խայտաբղետ լինելու բանով, նաև հասկանում ես ու զարմանում ես, ի՞նչն է խնդիրը, որ սրանք այսքան շատ են իրարից համարյա գրեթե չեն տարբերվում։ Ինչի ժամանակին ստեղծվեցին ասել աղանդներ, որոնք փորձում էին գիտություն հաղորդել կրոններին, որովհետև այդ կրոնները գիտությունից զուրկ էին, բայց իրանք ստեղծեցին նաև հենց իբր գիտությամբ իրանք ապացուցելու դա այդ ամեն ինչը ավելի խառնաշփոթ սարքեցին հենց այդ աղանդավորական դաշտը, ավելի լուսավորյալներ, ես ինչ վերջում ես հայտնի բանի ցանկը կասեմ, ինձ գոհ է հայտնի։ Ցանկը դա կարող է ժողովրդին ինչ-որ մի բան տալ։ Ամեն դեպքում մենք մոռանում ենք մեր ոչ վաղանցյալում այնպիսի կրոններ, եւ դրանց աջակցում են մեր ստեղծված հասարակական կառույցներ, երիտասարդ քրիստոնյաների ինչ-որ միություն կար, որոնք մեր ոմն Յուրգեն Շպիս կար, որը գիտություն եւ հավատք անունով այսպես մի հատ շարք էր սկսել եւ դա ամեն մեկը իր շերտում ոմանք ասել թե փողոցում եւ տները ոմանք կարող ասել թե սոցիալապես ապահով ընտանիքներում ոմանք իշխանավորների վրա եւ նրանք այնպիսի միջոցներ են կիրառում որ նրանք դառնում են այդ կառույցների սեփականությունը հենց իրանք սկսած հիպնոզից վերջացած, չգիտեմ, տաղտկալի քարոզներով, որ մարդու մեջ այդ մարդիկ ինչ-որ ձևի թունավորելով, այսինքն մտավանջի մեջ գցելով մարդու նույնիսկ սննդակարգ սահմանելով, այսինքն օրգանիզմի համար կարևոր նյութեր մսի, ձկան, մյուս բաների, նույնիսկ աղի, նույնիսկ արգելվում է եւ պարտադրում են, որ դրանք անպայման աղոթք անեն գիշերվա ժամերին որպեսզի այդ գիշերվա ժամերին առաջանում է հոգնածություն կամ ինչ-որ բան, բայց այդ մարդիկ ընկալում են որպես հոգևոր հասունություն, այդ իրենց հոգնածությունը, հասկանում եք, եւ այդ մարդիկ վերջնականապես դառնում են այդ կառույցների սեփականությունը, եւ ովքեր են հիմա մեր եկեղեցին ինչն է, որ Հայաստանի եկեղեցին, որովհետեւ այդ մարդկանց պետության հետ կապված ասիկ, այդ պետությունը ինչ է, մեր պետությունը ինչ է անում, այդ աղանդերին սիրուն գրանցում է, Սիրուն գրանցում է, նրանք է զրոյական հաշվետվություններ են տալիս, ամենևինչ պահանջելով թե որտեղից են ֆինանսավորվում այդ կառույցները, այդ նվիրատվությունները որտեղից են գալիս։ Այսինքն մեր պետությունը դրանով բացարձակապես չի զբաղվում, ընդհակառակը մարդիկ հաշվետվությունը զրոյական ներկայացնում են եւ առատ հունձք են անում այս աղանդները, առատ Գարո Հովսեփյան, ինչն է պատճառը, որ աղանդները տենց ներխուժեցին, մեր սոցիալական վիճակները, դե առաջ չկար նման բաներ, սոցիալական վիճակը, թե այս անցումային վիճակը քաղաքական, ասենք, որ դարձանք անկախ այդ վիճակը, ինչը դրդեց մարդկանց, որ իրենք աղանդավոր դառնան, ինչու, չէ՞ որ ես գիտեմ, որ նույնիսկ ընտանիքներ են քանդվել այդ աղանդների պատճառով։ Ճիշտ եք նկատել, ինչն է պատճառը, ինչքան որ թվարկենք սոցիալական, մյուս, բոլորը հանգում են մեկ բանի, ազգային ինքնությունից հեռացված մարդկանց եւ հոգեբանորեն մեծ մասը հիմնականում կանայք են, դրանց ճիրանները հիմնականում կանայք, որոնք ճակատագրի բերումով ինչ-որ դժվարին կյանք են ունեցել, ինչ-որ բաներում իրանք չեն շահել եւ իրանք օտարվել են հասարակությունից, այս պատճառներ տարբեր։ Դրանք ես բաժանել եմ 3 մասի,
երեք մասի են բաժանում։ Ոմանք այդպես, ոմանք մտնում են այդ կառույցներ հույսով, որ իրանք այդ կառույցների խողովակներով կբարձրանան վերև եւ իրանք կդառնան այսպես կոչված ղեկավարներ։ Ինչպես դառնում են կուսակցությունները սովորական։ Մարդիկ մտնում են կուսակցություն, հույս ունենալով, որ ի վերջո միայն այդ հույսով, թե նրանք վարձատրվում են ինչ-որ ձևի։ Նաև վարձատրվում են, նաև ամեն ինչ է, ասում եմ, ֆինանսավորում, եւ այդ ֆինանսավորումը ըստեղից չի։ Եվ այդ դրանք, որոնք մտնում են այդ աղանդները, այդ հույսով, որ իրանք կդառնան առաջնորդներ, մյուս, բայց իրանք չեն հասկանում մեկ բան։ Մեկ բան չեն հասկանում, որ այդ ղեկավարները դրանք ընտրյալ մարդիկ են, որ իրանք դառնալու են ընդհանրապես կեր դրանց ձեռքում, դրանք երբևէ եւ դրանք այդ ընտրյալ մարդիկ գործիք են դրանք դառնում եւ մեր ժողովուրդը այսպես մեկի կյանքը այնպես չի դասավորվել, մեկը այսպես դրանով չի զբաղվում, արդեն եկեղեցին։ Նա վերցնում են սուրբ գիրքը վերցնում են իրենց բիբլիան։ Ասում են դուք սխալ եք հասկացել, գիտեք, այս աղանդավորները սխալ են հասկանում, բանը։ Նրանք էլ ասում են սխալը դուք եք հասկանում։ Այո, մենք ենք ճիշտ հասկանում եւ իրաց գույն գրքերը վերցած ընկնում են ստեղում։ Մասը սխալ եւ ապացուցում են ոչ ապացուցել իրանք են առաջին այս քրիստոնեական իրենց բանը, որ Աստված անտեսանելի է, անըմբռնելի է, անգնահատելի է, հա, բայց նրանք նախ լահերի չհասկանում են, հա, հասկանում են, ըմբռնում են, գնահատում են, նույնիսկ անուններ են դնում, չհասկանալով հանդերձ, որ մեր նախնիները անուններ ասում, որ մենք մեր աստվածների անուններ, մեկ անուններ չեն դրել, նրանք այդ էությունների խորհուրդներն են, էությունների խորհուրդը, որոնք հայերեն մենք ասել ենք, դրանք այսպես ասած տեսանելի, անտեսանելի զորությունների նկատմամբ մարդկանց ընկալումներն են, ինչպես են ընկալում, Աման Նոժդեը ասել է հայ լավագույն էլի, ասում է, հայ իր աստվածներին օժտել է, հայ մարդու լավագույն հոգեգծերով, ինքը նաև հայ իր մեջ դրել է մեծագույն հոգեգծերը, ցանկացած, թե մեր լիցարանում, թե մեր էպոսում, մարդկային հզորագույն, բարձր հատկանիշներ, բարձր, այսպես ասած, պլանկաներ է սահմանել, մարդկային, ոչ թե աղ և սարսափ տարածել, դա չի արվել, երբևիցե մեզանով, երբևիցե։ Հիմա այս աղանդները տարբեր անունների տակ, տարբեր նշանակության և տարբեր փիլիսոփայություն որդեգրելով, սրանք մեծ հաշվով դրանք հետախուզական կառույցներ են, բոլորը անխտիր ձևավորվել են Միացյալ Նահանգներում 19-րդ և 20-րդ դարերում, և ամեն մեկը մեկ խնդիր է լուծում, մեկ խնդիր, այսօր մենք տոր բան չանենք, չզարմանանք, մեր մասին ամեն ինչ է հայտնի, ընդհուպ մինչև սառնարանում քանի ձուկը, որովհետև մտնում են արդեն տները սառնարան են բացում, մյուսն են նայում, իսկ դա նկարագրում որպես հոգևոր հասունություն, չգիտեմ ինչ, դրանց ես հարց եմ ուզում տամ, ինչը ձեզ այդքան ձեր չի տալիս, լավ հայրենասեր չեք, ինչի ձեր քարոզները չեք կարդում Թուրքին կամ Ադրբեջանցուն, եթե այդքան հոգևոր եք, վերջին հաշվով շատ կան, չէ, բաներ, միսիոներներ, որոնք գնացել նույնիսկ վայրի ցեղերին են քարոզել, եթե դուք այդքան վստահ եք ձեր իսկ ճշմարտացիության մեջ, գնացեք իրենց քարոզեք, դուք ուզում եք մեզ քարոզել, քանի որ ազգային եք դուք, հատուկ նպատակով։ Այսինքն դուք հատուկ նպատակներ ունեք, որ այնչի մասին, որ խոսում եք, դա շիրման է ընդամենը, բայց ձեր գործունեությունը հակառակն է, հակառակ բաներ եք անում դուք աղանդավորներին են դիմում։ Եվ այդ միամիտները միշտ ընկնելով դրանց ճիրանները իրենք դառնում են գործիք, ընդհուպ մինչև կարողանում են այնպես անել, որ իրենց սեփական գույքն են վաճառում, իրենց տունը են, իրենց ընտանիքն են քանդում։ Եվ այսօր մենք մեր աչքի առաջ տեսնում ենք, այսօր նորից նոր աղանդների ձևավորում, նոր։ Այս վերջերս աչքովս ընկավ ինչ-որ բաներ, միջայլս առաջ անցնեմ, ուրեմն ժամանակին ես միած հոդված էի գրել, որտեղ ասում է, որ ամեն աբսուրդ բանը, եթե դա մի քանի քայլ ես անում, ես հաշվել եմ 5 քայլ, մեկ էլ մի 10 տարի առաջ բերեցին ասին գերու 5 քայլը իր հաշվել, սխալ էր հաշվել 6 քայլից ալինում, ասում վայ իշխան սխալվել է, կոչվում է Օվերտոնի պատուհան,
ու ամենաաբսուրդ բանը, որ կարելի է մարդուն բանել, եւ իրանք օրինակը բերել մարդակերությանը, որ արդեն մարդակերությունը ոնց կարելի է մտնել կյանք, այդ հոդվածի, որ բանին արել։ Ես չեմ ուզում դրա տեխնոլոգիան բացատրեմ, նույնիսկ անհետաքրքիր է դա, բայց իրանք բերում են, նա նույնիսկ ինքը ասել ինքը Գերբերսը, հնարեք ամենամեծագույն սուտը, ամենամեծագույն կեղծիքը եւ հրամցրեք այնքան մինչեւ դառնա կենսական։ Սա է, սա։ Եվ մարդիկ ինչ մարդը հավատում են, մարդիկ իրաց թվում է, որ իրանք հավատում են, բայց իրանք գործիք են այդ կառույցների։ Եվ իրենց առաջնորդները դրանով են հենց առաջնորդվում են։ Իրանք մանիպուլյացիա են։ Իրանք բոլորը։ Դե Հովսեփյան, ասենք նաև պետությունը, մեր եկեղեցին, ինչու ինչ-որ միջոցներ ձեռք չեն առնում, ես չեմ ասում բռնություններ օգտագործեն կամ ինչ-որ մի բան, չէ՞ որ սա մեր ազգի, մեր ժողովրդի հոգու աղավաղում է գնում, հոգու թունավորում է գնում, ես կասեի, բայց երբ պարակտում է մտցնում, ասենք, ազգի մեջ, թեկուզ, ասենք, մեկը ասում է, որ ինքը առաքելական եկեղեցու հետ նորտա, մյուսն ասում է, որ ինքը Եհովայի վկա է, կամ մորմոն է, կամ էսա կամ այն։ Այսինքն, էլի բաժանում է, բաժանիր, որ տիրեսի սկզբունքն է։ Բայց ինչի պետությունը եւ եկեղեցին որոշակի քայլեր չեն ձեռնարկում, որ այս ամենը տեղի չունենա։ Դա գալիս է մեկ բանից, երկուսն էլ հեռու են ազգային ինքնագիտակցությունից, ազգային ինքնագիտակցությունից։ Եթե այսօր, այս վերջերս մեկը ինձ հոգևորական է նախկին, ու անում դրում է ձեր չասպասները ասում եմ լսին, ես պատասխանեցի, գնա քո անունը փոխի, անունը դիր Հիսուս մեն, զարմացավ սա, ինչի, ասի որովհետև իմ ասպասները իմ անուններն են, հայեր ենք մեզ կոչում և անցած հաղորդումներից մեկում ես ասացի, Արմենիա դա արարչի արվում ենք մեզ կոչում, եթե դուք դրանց չասպասներ եք ասում և ձեր պատկերացումով, եթե դուք պաշտում եք Հիսուսին, էլի պաշտեք, ցավ տանեմ, բայց դուք քեզ Արմեն չասես, ոչ էլ հայ, որովհետև դրանք ասպասների անուններն են, մենք այդպես ենք մեզ պատկերացրել, հազարամյակներով, եթե դու այսօր դրանց ասում ես չասպաս, կներ դա իմ մեղքը չի, Հիմա պատկերացումները ազգային ինքնության արժեքների պատկերացումները, եթե պետությունը գաղթի չեմ ասի 30 տարի եւ ավել օկուպացված է Հայաստանը։ Եվ այն արժեքները եւ այն գաղափարները, որ ներարկվում են մեզանում, ամեն աղբ լսվում է մեզանում, դա նրա համար չէ, որպեսզի մենք բարգավաճենք, ընդհակառակը այս ծիգերը, որ մտցրեցին մեր մեջ մեզանում, հա մտցրեցին, դա նրա համար չէ, որ դու զարգանաս, այլ այն վերջի բանով դու պետք է քանդուկ հարապ լինես։ Իսկ եկեղեցին ինչու չէ, որովհետև իրենց հացից կզրկվեն։ Իրենց հացից։ Այսինքն։ Իրենց հացը, այսինքն 2000 տարվա պատմություններն են, հուդայական պատմություններն են, հա, հուդայական պատմություններն են, որը ես չգիտեմ ինչ են մեզ տալիս, ինչու են մեզ տալիս։ Ես այս բանը հիշեցի, այս Կիրիլ հիմա բանն է, պատրիարքներ Ռուսաստանի, այն ժամանակ մետրոպոլիտներ Մոսկվայի և Սմոլենսկի կարծեմ, նրանք տարբեր շաբաթը մեկ հարցեր են, ինքը հաղորդում է, շաբաթը մեկ հարցեր են տալիս իրեն, որ այլում և մի հաղորդում իմ մեջ տպավորվեց, իրենց կյանքի առօրյայի հետ կապված ժողովուրդ հարցեր տալի, այս մարդը չէր դիմում 2000 տարվա այդ պատմությունների, ինքը այսօրով էր գնահատում իրենց ապագան։ Եվ մեկը ասեց մի հատ հարց տվեց, ասում է, ինչպես կարելի է մերձենալ Աստծուն։ Եվ դրա հրաշալի պատասխանը։ Նրանց ես իրան գաղափարակիր, չեմ ոչ գաղափարակից եմ, բայց հրաշալի պատասխան տվեց։ Ասեց, Աստծուն մերձենալու բազում ճանապարհներ կան, բայց ամենակարճը եւ էականը դա իրականում ծառայել քո ազգին։ Դրա միջոցով դու կմիանաս Աստծուն։ Հրաշալի պատասխան դա ցանկացած ազգայնականի բերանից ես նույնիսկ այսօր չեմ լսում նման պատասխան։ Այսինքն եթե մեր աղանդավորները նման, ասենք, կներեք, ֆանատիզմով մոտենան իրենց ազգային արժեքներին,
իրենք ավելի կբարձրանան եւ ավելի, ասենք, նման կլինեն մարդ կդառնան, հայ մարդ կդառնան, չէ՞։ Այսինքն ինչու են նրանք գնում դեպի աղանդը, ինձ այս հարցը անդադ հետաքրքրում է, ինչու են գնում դեպի աղանդը, եթե կարող են գնալ դեպի իր ինքնությունը։ Որովհետև ինքնությունը չի քարոզվում մեր երկրում, թե պետական մարմինների, թե եկեղեցու կողմից։ Ինքնության մասին ոչ մի դատողություն նույնիսկ չի արվում։ Ընդհանրապես պետությունը իր օրենքներով եկեք հաշվետվություն տվեք, հա, հաշվետվություն տվեք, նրանք են տալիս են իրենց առատուց կանում են, ինչ ասես անում են, ձերական բանը։ Իսկ եկեղեցին Բիբլիան վերցած այդ սխալ ես ասում։ Նրանք էլ ասում են սխալը դու ես։ Ես ճիշտ եմ ասում եւ իրանք առաջնորդաները գույնս գրքերը առած, ասում են այդ տեսնց ադեպած։ Հա, բայց առաջնորդանի գիրքը չի, չէ՞ կարևորը Բիբլիան է, իրանք էլ Բիբլիան են ներք բերում, կողքին Բիբլիայի կողքին իրանք այդ գույնս տալով իրենց մեկնաբանը։ Այո։ Ասում դուք սխալ եք քարոզում, սխալ եք, այլ մենք ճիշտ ենք քարոզում։ Այստեղ այ գնում այդ հոգեբանական բանը առանձնանալ, բաժանել, որ տիրես, եւ դա է կատարվում է։ Այսօր մենք զարմանում ենք, ինչու մենք միասնական չենք, հայերս, մենք չենք կարող լինել։ Չենք կարող լինել, որով հասցր այսօր ընկել են անատամ այս կուսակցությունների, հա, անդերոշակ կուսակցությունները։ Հավատանում, մի աղանդը 100 հատ կուսակցության անդամները որ գումարես, մի հատ զրո ավելացնես, այդքան անդամ ունեն ու ֆանատիկ։ Դրանք, հələ մի հատ փորձի դրանց մազոլի կպնես, այն բանով, մարտաշունչ բանով, եւ իրանք ֆինանսավորվում են։ Եվ այսօր, եթե մենք պետությունը պարտադրում է կուսակցություններին, որ հաշվետվություններ տան եւ դատի առաջ կկանգնեն այն կուսակցությունները, որոնք դրսևորվում են, ֆինանսավորվում են դրսից, այդ նույն հարցը պետք է տալ։ Աղանդավորներ։ Ահա, ինչի՞ չեք, այդ մենք ասած թե որտեղ ցա գոյանում ձեր բաները։ Որտեղից այս օգնությունները։ Երես իրենց հարց են տալի, հանկարծ այդ օգնությունները չլինեն։ Հանկարծ դուք նույն ֆանատիկ ձևով կգնաք, ոչ, չեք գնա։ Որտեղ դուք այդտեղ շահ ունեք։ Իսկ ձեր շահը դուք բարձր եք դասում կամ ընդհանուր ազգային շահից։ Դա համար մենք այսօրին ենք։ Դե Հովսեփյան, սենց մի հատ հարց։ Այն հասարակ սովորական աղանդավորները, նրանք նույնպես շահ ունեն, թե նրանք ուղղակի եկել են ազդեցության տակ։ Դե որ ղեկավարությունը շահ ունի, դրանում խոսք չկա։ Բայց կարող է լինի, ասենք, մի մարդ, որ ասի ես ոչ մի շահ չունեմ, դու այդ ինչից ես խոսում։ Չէ՞, միգուցե այն սովորական այն մասը, որը որ դարձել է գործիք ըստ էության, եկել է նրանց ազդեցության տակ, միգուցե նրանց շահով չեն պահում, այլ ուղղակի ուղեղները մցրել են նման գաղափարներով։ Մի հատ մթնոլորտ է ձևավորվում այդ աղանդավորների մեջ, որոնք հայտնվում են մի հատ միջավայրում, քույրերով եւ եղբայրներով շրջապատված, որոնք իրանց այնքան շատ լավ են զգում իրանք նախ այդ զգայական դաշտում։ Այսինքն տրանսի մեջ են ընկնում։ Տրանսի մեջ են ընկնում նաեւ եւ տարբեր ձևեր կան, տարբեր մեթոդներ, ես չեմ ուզում մանրանալ, ես գրքից մեջ մանրամասն եմ տվել, դրա մասին, նաեւ դրա մասին եմ խոսացել, բայց նրանք դրանից բացի այո ստանում են այս կամ այն չափով օգնություններ։ Իրանք ինչ-որ ֆինանսական հարցեր են լուծում, նույնիսկ իրենց թողում են, որպեսզի գնան օրինակ Լեհաստան կամ ինչ-որ առևտրով զբաղվեն, ասում իրանք այդտեղ առավելություններ եւ նաեւ եղբայրական այսպես խոսքեր ունես քրոջ եղբայրի բանում, որ դու էլ կարող ես լինել այդպեսին, դու խորացիր դրա մեջ։ Ականդեշոյով խոսքեր։ Այո։ Դրանք նպատակ ունեն։ Եվ այդ նպատակները հայտնի են միայն իրենց առաջնորդներին։ Այո։ Միայն։ Իսկ մնացածը այո դրանք խափում։ Եվ իզուր չասեցի, որ այդ մարդիկ, որոնք ընկնում են, իրանք խնդիրների առաջ կանգնած հոգևոր, տնտեսական, առողջական, ընտանեկան, տարբեր խնդիրների առաջ կանգնած հիմնականում կանայք են։ Իսկ կանայք Դա սովորական հոգեբանությունը իր հետևից քաշվում է նաև տղամարդկանց։ Եվ այդ տղամարդիկ էլ կան, հիմնականում կարող է կանայք, բայց ես գիտեմ տղամարդիկ էլ կան։ Եվ տղամարդիկ շատ անգամ նաև իրանք են կուլ գնում նման բանին։ Նման բան։ Եվ ստեղծում է այդպիսի համայնքներ, որի համար եւ իրանք հաշվետվություններ են տալիս, կոնկրետ հաշվետվություններ են տալիս
Քանի հոգևորս են արել։ Հա, Եհովականները նման են, եթե Եհովականին կոնկուրսի ժողովների նման են։ Եհովականները, պարտական ժողովների։ Այս հավաքվում են, sense որոշումներ են կայացնում, sense եւ ամեն մի աղանդ իր տարբերություն ունի իրենց հավաքների կամ իրենց գործելակերպի։ Ես վերջում կարդամ ին կողմից գոնե հայտնի տաղանդների կոնկրետ անունները, որ ինչ որ մի բան կարող է տալ մեր ժողովրդին։ Իսկ կներեք, դուք ծանոթ եք, թե ասենք օրինակ Եհովայի վկաները, մորմոնները, այդ կյանքի խոսք եւ այլն եւ այլն։ Նրանք նույն գիծն են տանում, թե իրար ինչ որ մոտիկ կամ ասենք ինչ որ այլ գաղափարներ են ներարկում այդ մարդկանց մեջ։ Նման են իրենց մոտեցումները։ Եվ նման են եւ տարբեր են։ Օրինակ կար մի հատ մունի աղանդ։ Այդպես բան, որը կորեացի ծագումով մոտեցումներն են տարբեր։ Մեծ հաշվով նույն գործն են անում, մեծ հաշվով բոլորը։ Բայց տարբերությունը հետևյալն է, որպեսզի մարդկությանը բերել, ինչից է խոսում տիեզերքից, մարդկությանը բերել մարդկայնության, դու պարտավոր ես խմել մունի ընտանիքի արյուն։ Ընտանիքից ինչ որ հեղուկ են սարքում, այդ ընտանիքի դու պարտավոր ես խմել այդ բանը, եւ դու դառնում ես սրբացուցված։ Այսպես դու դառնում ես այդ սրբերից մեկը։ Ոմանք Եհովականներն են թեմիսում միշտ այդ աշխարհի վերջի սարսափով մարդկանց վախեցնելով, հա, ասում են դու պետք է անպայման ստեղ լինես, որովհետեւ աշխարհի վերջի ժամանակ դու այն խիստ սահմանափակ փրկվածների ցուցակում կհայտնվես։ Խիստ սահմանափակ է դա, հա, տեղերը նայեք։ Մասը կհայտնվես այդտեղ։ Ասեք, սա է այս գիտեք, սա ինքան արդարացված է, միշտ ապացուցվել է, որ ամենապրիմիտիվ քայլերը տանում են մեծ էֆեկտների, բերում են մեծ էֆեկտների։ Ես իզուր չասեցի այդ Էվերտոնի պատուհանը։ Մի քանի քայլ անելուց հետո մեկը պարզվում է այն նպատակը, նույնիսկ մարդակերությունը լեգալիզացնում է։ Այդ նույն տարբերակով, նույն փիլիսոփայությամբ, օրինակ LGBT, մյուս այդ ամբողջ լավը ինչ է եղել, որ սրանից 20-30 տարի առաջ Եվրոպայում, որոնք 5% ասում են, հա, մարդիկ են լինում, ինչ է եղել, մամա, 95% դեմ էր դրան։ Հիմա 20 տարի հետո ուղիղ հակառակն է տեղի ունեցել։ 20 տարի հետո 95% ասում են, որ իրավունք ունեն դրան կամ ինչ-որ 5% էլի նորից ասում են, չէ, դրան հիվանդ են։ Եվ մեծ հաշվով նրանք իշխում են նրանց վրա, այդ անորակ մեծամասնությունը իշխում է որակյալ փոքրամասնության վրա։ Փիլիսոփայությունը սա է։ Հիմա նույնիսկ ասենք այդ աղանդերի հետ կապված, հիմա աղանդներ են մեր աչքի առաջ ձևավորվում, օրինակ փորձում են ներարկել հուդա քրիստոնեության գաղափարը, հուդա քրիստոնեության։ Այսինքն, ստեղ հուդենը անուն են հնարել, հուդենը, որը ապացուցում է, որ դա նանեն է մեր, հուդենը, մեր նանեն է, ուրեմն, մեր նանեն ինչ կապ ունի հուդենի հետ, Քրոնոսի սիրուհին աստղիկն է, Քրոնոսի սիրուհին, ու դրանք մարդիկան են գմել խայցի մեջ, մեր վահագրին թողված Քրոնոսի սիրուհին աստղիկն է, ստեղ նայեք, հասկանում և խայց ուտողներ կան, և հուդան դա Հիսուսն է, հուդան Հիսուսն է, հուդան դա Հիսուսն է, և այդ քարոզչություն գնալու չկասկածեք, եթե մենք անտարբեր լինենք այս ամեն ինչին, վաղը դա կվերածվի աղանդի, այսօր մեր աչքի առաջ է տեղի ունենում սա։ Մենք չպետք է անտարբեր լինենք, մենք անդադ պետք է այդ մասին ասենք, որ ինչ-որ մի ուղղություն է ձևավորվել, ինչ-որ մի, չգիտեմ, ինչ նպատակ են հետապնդում, որ Քրիստոսի հուդային նմանա նույնացնում է։ Պետք է ժողովուրդը Էվերտոնի պատուհանը առաջի քայլն են։ Չլսեն կամ ճիշտ մեկնաբանություններ գրեն, որ դուք այդ ինչ եք ասում, մենք ինչ կապ ունենք հուդայի հետ։ Սա ընդհանրապես ամենալավագույն բանը պայքարը։ Այն հնուց է գալիս մոռանալ հերոստրատին։ Չպետք է խոսալ դրա մասին։ Պետք է արհամարել դրան։ Ոչ թե հարցեր տալ, որ ճիշտ են, կամ ասեն, դու սխալ ես բանան։ Մտար այդ խաղի մեջ, դու արդեն իրենցն ես։ Լավ չմտնենք, չմտանք,
Բայց իրենք իրենց անում են եւ լսարան ունեն։ Այ հասարակության համար ես միշտ իմ խոսքի մեջ միշտ նշում եմ, եթե ես չունենամ իմ ինքնության զգացումը, իմ ինքնության գիտակցումը, մեր ինքնության գիտակցումը, մեր ինքնության կրելը, մեր ինքնության արժեքների կրելը, այս օդի մեջ լիք վիրուսներ կան, հա? Եթե ես ամեն մի վիրուսի դեմ ես չեմ կարող պայքարել, բայց եթե իմունիտետը ես բարձր լինի, ես ոչ մի վիրուսով չեմ հիվանդանալու։ Իմունիտետը հետո գիտակցական մակարդակը, դե բոլորը հենց այդ իմունիտետը, եւ գիտակցելը, եւ կրելը, եւ զգալը, քննադատորեն մոտենալը, պարզապես ակնհայտ այդ օրինակներն եմ բերում, լեռնային գետը, մաքուր է ինքը, ժամանակի ընթացքում աղբաջրեր են լցվում, աղբաջրեր եւ այդ գետը վերածվում է ճահճի, եւ այդ աղբաջրերի ակունքները պարզ են, տեսանելի են, բավական է այդ աղբաջրերի դիմացը դնել ֆիլտրեր կամ փակել նրանց ակունքները, մեր գետը ժամանակի ընթացքում կմաքրվի։ Դե ես էլ եմ ասում, ինչ ֆիլտրեր դնենք, ոնց անենք։ Ինքնության զգացումին աճել ատամներով։ Այսինքն այդ ֆիլտրը մեր ինքնության գիտակցումն է։ Այո։ Եվ ոչ ճանաչենք մենք ինքներս մեզ, եւ այդ ոչ աղանդիկը ենթարկվել, ոչ ինչ որ դու ես պարզապես կնայես եւ իրանք ինչ որ ժամանակ այդ օրը կգա, երբ որ ֆինանսավորումից իրանք կզրկվեն եւ այդ մարդիկ անտեր անդուս եւ իրանք զգան իրաց իրական դժբախտությունը։ Ու իրանք ինչ դժբախտության առաջ կանգնեցին եւ իրանք կյանքը ոնց մսխեցին, իրանք ոնց իրանք կյանքը փչացրեցին։ Եվ այդ օրը գալու է։ Դա համար եմ ասում, միշտ եթե ինչ որ մի բանի մասին խոսում ենք, պետք է ասենք մերը։ Դրանք պետք չի արհամարել, մոռանալ հերոստատին, չնկատել դրանց, մեջքով շուռ գալ դրանց։ Ես բանի մղում չեմ մղում ագրեսիայի կամ ինչ որ մի բան։ Չէ, ագրեսիան մեզ պետք չի։ Պետք չի։ Դրանք այն կառույցներն են, այն նժդեի խոսք ես կուզեն այստեղ շատ լավ բերել, որոնք օրնիբուն թույն քացախ են ավելացնում մեր քաղաքականապես դժվար ժողովրդի խմելու վիճակված բաժակի մեջ։ Հա? Գիտակցված, թե չգիտակցված, հասկանում ես։ Մենք պիտի միայն հասկանանք այդ բաժակը վերցնենք ու դել թափենք այդ բաժակը, մեզ պետք չի այդ բաժակը։ Ամբողջ խնդիրը սրանում է։ Միանգամայն համաձայն եմ։ Մեզ պետք չի, մենք ահռելի այնքան խորք ունենք, փորձեք կպնել այդ խորքին։ Եվ այդ ժամանակ դուք կզգաք տիեզերքներ, կզգաք ձեր ակումբները, ձեր ինքնություն, ձեր ինքնահարգանքը տեղը կա, ինքնարժևորումը տեղը կա, այդ արժեքները աննես հեղեղի պես կլցվեն յուրաքանչյուրի մեջ, երբ որ իրանք կարճեն իրանք ինքնությանը, ոչ մեկ չի գործում դա։ Եկեք ջուր խմենք լեռնային գետի ակունքներից։ Այո, մենք ջուրը պիտի խմենք եւ այդտեղ է հայկական քաղաքակրթությունը, լեռնային գետերի ակունքներում է ձևավորվել, անցած հաղորդումներից մեկում ես ասացի։ Լեռնային գետերի ակունքներում է մեր հայկական, արիական, արմենական քաղաքակրթությունը ձևավորվել, ոչ թե ճահիճների վրա կամ ծովերում կամ անապատում։ Չի կարող քաղաքակրթությունը այդպիսի տեղերում ձևավորվել։ Միայն եւ բոլոր քաղաքակրթություններն այդպես չինական վերստեկում են։ Բոլորը լեռնային գետերի ակունքներում են ձևավորվել, այդում հայկական քաղաքակրթությունը։ Սա է, իսկ մարդիկ ինքնած այդ հոգևորականը, որ ես հիշեցի այդ մարդուն, բանը ճշմարտությունն են փնտրում, ես նայած ասի, չես վախենում ճշմարտությունը գտնելուց։ Հա, չես վախենում, ինչ ես պիտի վախենամ։ Ասի ես չեմ վախենում ճշմարտությունը գտնելուց, դու պիտի վախենաս։ Որովհետև հանկարծ որ դու այդ ճշմարտությունը մի օր գտնես, դու ամբողջ կյանքը մսխած կլինես, դու կգիտակցես այդ, որ դու ամբողջ կյանքը մսխեցիր այդ պսևդո իմաստությունների պսևդո։ Բայց լավ է ուշ քան երբեք ոնց որ ասեմ, եթե այսօր եւ այդ դառնան դեպի տուն, դառնան դեպի արդեն հա։ Այսօր եւ այդ ով որ մոլորվել են, հետ կանգնեք, սիրելի քույրեր, սիրելի եղբայրներ, հետ կանգնեք դրանց, մեջքով կանգնեք դրանց։ Մի գնացեք դրանց հետ մտնել այդ դաշտում նրանց հետ խոսալ, պարտվեք, որտեղ չունեք այն բազան, որ դուք նրանց հետ բանին, իրանք պատրաստված են։ Իրանք պատրաստված են, իսկ ասենք այս
հասարակ ժողովուրդը կամ այն մարդիկ, ովքեր որ հավատում են դրան, իրանք ոչ միայն պատրաստված չեն, այդ աստիճան պատրաստված չեն, այլև, չգիտեմ, իրանք կորցնում են իրենց անձը այդտեղ։ Իրանք ինքնություն են, իրենց դեմքն են կորցնում։ Իրենց դեմքն են կորցնում։ Լավ, ինչ չեք հարգում, լավ, ձեզ հարգեք, այմար ձեզ, ինձ մի հարգեք, դուք ձեզ հարգում եք կոնը, ում ասածս սա է, և այսօր մեր աշկի առաջ նշեցի այդ աղանդներից մեկը, մի աղանդ է նաև, ինչալս թող վատ չենջի, այդ միջին դարերում ու բուրբոնների մոտ այդ ինցեստի փիլիսոփայությունն եղել, դա է աղանդ, որ իրենք ամուսնանում են իրենց այլունակիցների հետ, իրենց ու հումորի կարգով հումորը չէ, իրականություն է, կարգով ասում, որ Ադրբեջանում այս տղա հուլիսին օրենք են անել, որ ինցեստ արգել են։ Այսինքն արգել են? Արգել են այդ ինցեստի բանը, մինչև հիմա իրենց մոտ դա կիրառվում է, հասկանում ես, որը տանում է այլանդակության, եւ չզարմանանք, որ այդ ժողովուրդ ասեն, թե ինչ ասեմ, իրենց մոտ այլանդակություն շատ բարձր է, նաեւ դրանից է, այդ այլանդակությունից։ Եվ սրանց մի քանի տարի առաջ ինձ բախտ վիճակվեց հանդիպել Շեյխ Իմրան Հոսեյնին, պակիստանցի շեյխ է, որը եթե ոչ առաջինը, ինչքան գիտեմ, առաջինը Հորդանանի թագավորն է, եւ դե շեյխական ինքը առաջիններից մեկն է։ Եվ ինքը զարմացավ, երբ որ խոսում ենք, ես իրան ահագին բաներ ասեցի, ահագին խոսացինք ահագին, ինքը շատ բաներ տեղյակ չէր, հայությունից եկան տեղյակ չէր։ Երբ որ խոսացինք այդ մարդու հետ, այս բանով ինքը սկսեց լիքը հարցեր տալ։ Եվ իր թեզը կարող է մեր ժողովուրդը բացի մտնի բան YouTube, գրի Շեյխ Իմրան Հոսեյն անգլերենով լեկցիաներ է։ Թող լսեն ինչ է ասում։ Հայերի մասին։ Ոչ միայն հայերի, նա ձևակերպում մի բան, հուդա քրիստոնեություն։ Եվ նա տարբերակում է, նա նույնիսկ թուրքերին իսլամադավան չի համարում, թուրքերին, եւ ասում են նրանք իսլամի հետ կապ չունեն։ Եվ մի թեզ է առաջ տանում ինքը միշտ ու Պակիստանում ահագին բան է փոխել այդ մարդը Պակիստանը, որոնք նույնիսկ մինչև Հայաստանի Հանրապետությունը չեն ճանաչում։ Դա ահագին բան է փոխել Շեյխ Իմրան Հոսեյնը։ Ու ասում մեր բարեկամները դրանք հուդա քրիստոնյաները չեն։ Մեր բարեկամները ուղղադավան, ուղղափառ կամ եթե բանենք քրիստոնյաներն են եւ մեր եղբայրները հայերն են։ Եղբայրները եւ ինքը որ իմացավ որ միլիոնավոր հայեր կան իսլամադավան ինքը զարմացավ եւ ասեց բա ոնց տենց ասել որ բռնի կրոնափոխ են արել բռնի հա եւ ինքը իր թեզերի մեջ մցրեց դա չի վերաբերում հայերին հա իսլամում կա այսպիսի բան եթե նա հրաժարվում է իր կրոնից նա բան մահապատիժ է հասնում մահապատիժ որը չի վերաբերում հայերին որովհետև իրենց բռնի են կրոնափոխ արել այսինքն հայերը կարող են եթե ցանկանում են sense հայերի եւ այդ մարդը ուղղակի հուդա քրիստոնեություն տերմինն է ասում ովքեր են այդ հուդա քրիստոնյաները այսօր մենք տեսնում ենք մեզանում հայտնվել են ուժեր որոնք խաչակիրներ են հա որոնք ուզում են էթնիացնում սինագոգ կառուցել օհո ովքեր Հիսուսի արձանն են ուզում դնել հա Հիսուսի արձանը որը կապ չունի հայկական քրիստոնեության հետ դա հենց հուդա քրիստոնեության սիմվոլներից մեկն է հուդա քրիստոնեություն եւ դա անում են իրաց թվում է լավ բան են անում չեն գիտակցում հա իրաց թվում է լավ բան են անում եղբայր դուք թիրախ եք դարձնում հայությանը հələ ձեզ բայց դա անում է բիզնեսի անվան տակ այլ մենք գիտեք ինչքան լավ բիզնես կա փոքր կգա Հայաստան դուք թքում եք հայի հոգու մեջ հա հայի հոգու մեջ հայի կալումների մեջ եթե դուք այդպիսի բան եք անում հա որ ընդհանուր բիզնեսը փող գա բան եղբայր դուք հայության հետ երևի կապ չունեք կապ չեք գիտակցում հա դրա մասին է խոսքը հիմա ես համարեք սա ընդվզում իմ կողմից որովհետև բազմիցս եմ ասում խոսացել բազմիցս
Բայց ես խնդրեի մեր ժողովրդի հայուհիներից, հայ աղջիկներից, հայ տղաներից հեռու մնացեք։ Ես պարզապես կուզենամ մի քանի բան կարդալ այդ աղանդների անուններ, որովհետև եթե չեմ հիշում, քան բազմազանը դրան։ Գոնե երիտասարդները չգտնեն։ Հա, որ չգտնեն դրանց։ Գոնե իմ իմացած բաներում։ Հա, այն ինչ-որ գիտեք, բայց այնքան կան թատակյա, որ մեկին հիշես, որ մեկին բան անես։ Նույնիսկ կարելի է չհիշել դրանց։ Հա։ Ուրեմն առաջին ավետարանական եկեղեցի իր 6 կառույցներով ու տարբեր անուններով։ Երկրորդ ավետարանական մկրտական քրիստոնյաների եկեղեցի իր 11 կառույցներով ու տարբեր անուններով եւ Բեթել եկեղեցիով Բեթել։ Երրորդը ավետարանական հավատքի քրիստոնյաների եկեղեցի իր 14 կառույցներով ու տարբեր անուններով։ Այսինքն ինչ որ ասում եք դա Հայաստանում է։ Այո, Հայաստանում գրանցված։ Չորրորդ Երևանի Երևանու համայնքի հոգեգարստականների կրոնական կազմակերպություն։ 5-րդ Նոր Սերունդ եկեղեցի կրոնական կազմակերպություն։ 6-րդ Աստծո ընտրյալ կրոնական կազմակերպություն։ 7-րդ Աստծո եկեղեցի Օծյալ Սերունդ կրոնական կազմակերպություն։ 8-րդ Կյանքի խոսք եկեղեցի։ 9-րդ ավետարանական հավատքի քրիստոնյաների այլվող մորենի եկեղեցի։ 10-րդ Աստծո ժողովուրդ ամբողջ ավետարանական եկեղեցի։ 11 ավետարանական հավատքի Ռեմա եկեղեցի։ 12 փրկության խոսք քրիստոնեական ավետարանական եկեղեցի։ 13 շաբաթապահ գալստական ադվենտիստական եկեղեցի։ 14 Հայաստանի բահայինների համայնք։ 15 Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի կամ մորմոններ։ 16 ավետարանի քրիստոնյաների եկեղեցի։ 17 Եհովայի վկաներ քրիստոնեական կրոնական կազմակերպություն։ 18 ԱՄՆ Ագապե բարեգործական կազմակերպության հրեն մասնաճյուղ։ 19 Հայաստանի տիեզերական առաքելություն հոգևոր միություն։ 20 Գեդեոն բարեգործական կազմակերպություն։ Եթե սրանց ավելացնենք ազգային փոքրամասնությունների եկեղեցիները եւ նրանք էլ ունեն իրենց ավանդները եւ ժամանակին կհիշենք մեզանում Gerbalife, չգիտեմ ինչ, այդպիսի, որոնք գազ դռնեդուր բան են առաջարկում, բիզնես են առաջարկում, որոնք են կրոններ։ Պատկերը լրի պարզ կլինի, թե ինչքան մասերի են բաժան, սա հենց իմ հիշածն է, հա? Եվ ինչքան կան, որ ես պարզապես չգիտեմ, տեղյակ չեմ։ Եվ պատկերացրեք ինչքան մասերի են բաժանել մեր հայությանը, կուսակցություններ են ասում։ Այս խեղճուկերա կուսակցությունները իրենց ոչինչ չեն ներկայացնում, զրո են, դիակներ են։ Հա? Պարզապես իրար դրել են պետության տեղ, հա? Եվ մտածում, օ, սուտ պետության։ Այդ հավետանում, եթե դու գտնում ես պետք է գնաս արևմուտք, գնա արևմուտքում գործունեությունը ծավալի։ Եթե Ռուսաստան գնա Ռուսաստանում հայկական համայնքներում ինչ այլոց։ Դու կարողացի համախմբել այդ համայնքները։ Եթե դու գտնում ես Ամերիկա, գնա այնտեղ արա։ Հա? Դուք եկել եք ինձ եք համոզում, որ ես լինեմ ռուսամետ, ամերիկամետ, եվրոպամետ։ Մենք լինելու ենք հայամետ։ Միմիայն, մենք մեր արժեքներին կարճած, մենք պիտի լինենք։ Դա, եթե մենք կորսեցինք, մենք չենք լինի։ Մենք ինքնասպանություն կգործենք։ Հասկանում եք սա գոնե։ Բայց հայ եղել է և հայ եղելական է։ Նա չի կարող չլինել, որովհետև հայը աստվածային է։ Հայը չի որոշել, որ ինքը լինի։ Աստվածներն են որոշել, որ հայը պիտի լինի։ Եվ հավերժ է հայը։ Ինչպես Նժդեհը մի օր իր խոսքերից մեկում ասում է. ժամանակը եւ հայը։ Հավերժ է։ Ժամանակը եւ հայը։ Այո, մենք ժամանակի չափ հավերժ ենք եւ լինելու ենք։ Եվ դա կախված է յուրաքանչյուրիցս, ոչ թե միայն ինձնից, յուրաքանչյուրիցս։ Սիրելի ժողովուրդ, կարճեք մեր արժեքներին, ընդամենը։ Չկորցնենք մեր արժե համակարգը։ Այս լավ նոտայի վրա ավարտենք, շնորհակալություն Տեր Հովսեփյան, շատ հետաքրքիր եւ շատ ուսուցողական, ես կասեի, զրույցի համար։ Շնորհակալություն։